Բարի եւ հավատարիմ ծառա, քանի որ քչի մեջ հավատարիմ գտնվեցիր, շատի վրա կկարգեմ քեզ, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Սրանք մեր Տիրոջ բառերն են ուղղված հավատարմության։ Հասել ենք Սուրբ Հոգու պտղի 6-րդ մասին, որը հավատարմությունն է։ Հավատարմությունը ինքը հանձնառություն է կամ ուխտ է, ինչ որ մեկի նկատմամբ, ինչպիսին կարող է լինել հավատարմություն ծնողի նկատմամբ, կողակցի նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, ազգի նկատմամբ եւ ի վերջո Աստծո նկատմամբ։ Մեր Տերն ու Փրկիչն ասում է, որ եթե մեկը քչի մեջ հավատարիմ է, շատի մեջ էլ հավատարիմ կլինի, իսկ եթե մեկը քչի մեջ անիրավ է, շատի մեջ էլ անիրավ կլինի։ Եթե կա հավատարմություն, ապա կա նաեւ անհավատարմություն, որը հաճախ լինում է կամքի թուլությունից, ցանկություններից կամ գիտակցության պակասից, որի օրինակը մենք տեսանք Հուդայի օրինակով։ Բայց եւ այնպես Աստված մշտապես մնում է հավատարիմ։ Ահա թե ինչու Սուրբ Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակում ասում է. եթե ոմանք անհավատարիմ գտնվեցին, արդյոք դա Աստծո հավատարմությունը խափանեց։ Քավ լիցի։ Մայր Թերեզայի նման մեծ անձինք ասում են. ես չեմ կանչվել հաջողակ լինելու համար, այլ հավատարիմ։ Յուրաքանչյուրս կանչված ենք մի գեղեցիկ գործ կատարելու Աստծո համար։ Խոսքս ցանկանում եմ ավարտել առակագրի բառերով, որ ասում է. թող ողորմությունը եւ հավատարմությունը երբեք չպակասեն քեզանից։ Կախիր այն քո պարանոցից, գրիր այն սրտիդ լայն տախտակների վրա եւ դու Աստծուց շնորհ կգտնես։ Ամեն։